Պարոն Խանդանյան, ուզում եմ անդրադառնանք Հայաստանի եւ Ռուսաստանի վերջին շրջանում ավելի այսպես սրված հայտարարություններին, այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը կրկին անդրադարձել հապկում Հայաստանի լիազորությունների չիրականացման այս դեպքում եւ նշել է, որ մինչեւ նոյեմբեր, եթե ոնց որ իրավիճակը այսպես է պահպանվում է, թե հապկի հետ կապված պարզ է Հայաստանի դիրքորոշումը, ինքը նշել է, որ օգտագործեն են լծակը, որ կա եւ Հայաստանի ըստեյության կզրկեն ձայնի իրավունքից։ Նախկինում սրա վերաբերյալ Հայաստանի վարչապետը հայտարարել է դիրքորոշումը, թե սենարում հեռանկարին Հայաստանը ինչպես կվերաբերվի, բայց ես ուզում եմ անցել է որոշակի ժամանակ, ուզում եմ հասկանալ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ կընդունեք գիտություն եւ կանցնեք առաջ, թե ամեն դեպքում Հայաստանը հնարավոր է փոխի մոտեցումը եւ օրինակ ապասառեցնի հապկում անդամակցությունը եւ վերսկսի աշխատանքները, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից։ Շնորհակալություն հարցի համար, ոչ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը հապկին եւ ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, ինչպես դուք նշեցիք հարցում, կընդունենք գիտություն հապկի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք, որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչեւ օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պարոն Խանդանյան, այդ առումով կա Հայաստանի մոտ Երևանի մոտ մնացել է ակնկալիք, որ ամեն դեպքում հնարավոր է այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ամեն դեպքում ինչ-որ մի փուլում լինի, թե այլևս որևէ ակնկալիք չկա եւ նաեւ դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումը հապկի հետ որևէ հեռանկար այսպես չպատկերացնելը եւ ըստ էության եթե այս քայլին գնան, այսինքն Հայաստանի զրկեն ձայնի իրավունքից այդտեղ ընդհանրակարգով նաեւ կարող են հեռացնել անդամներից մեկին կառույցից, այս հեռանկարը եւս անհանգստացնող չի Հայաստանի համար։ Կարծում եմ այդ այնքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը նաեւ շատ ժամանակավրեպ կարող է լինել, որովհետեւ գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մասնավորապես խաղաղություն է հաստատվել եւ մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում մեր Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ողջ ծավալով ընթացքի մեջ եւ եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի հապկի կողմից կամ որոշում, ես կարծում եմ, որ դա կլինի ժամանակավրեպ։ Իսկ եթե Հայաստանում հեռացնեն, դա եւս իրավիճակ է, որի պետք է քննարկենք, հասկանանք եւ հաշվի առնենք մեր հետագա հարաբերություններում հապկի կազմակերպության հետ եւ կազմակերպության անդամ երկրների հետ։ Մի հարցերի ատամերի Պարոն Խանդանյան, ուզում եմ իմանալ նաեւ նույն գործնախարարի տեղակալը ԵԱՏՄ-ից կապված է հայտարարություն արել, ընդդել է այն հայտարարությունը, որ ընդունվել է մայիսի վերջին եւ ըստ էության ակնարկում է հնարավոր որոշումների մասին, այսինքն հնարավոր հանրաքվեն չանցկացնելու դեպքում իրենք ինչ-որ որոշումների մասին են ակնարկում։ ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ Հռվստանում, այն համարելով առաջնահերթություն անգամ նշեց, որ կառավարության ծրագրում կգտնի իր արտացոլումը, քանի որ այս դեպքում իրավիճակը այլ է եւ Հայաստանը այլ ձև է պատկերացնում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, այս դեպքում հնարավոր է ամեն դեպքում այդ հանրաքվեի սցենարը քննարկվի, եթե ոչ, ապա որն է Հայաստանի, այսպես ասած, պլան B-ն, եթե իրենք ակնարկում են հնարավոր որոշումների մասին, իսկ դրանք կարծես թե ոչ այնքան շահեկան են լինելու Հայաստանի համար։ Հանրաքվեի օրակարգ արհեստական օրակարգ է եւ բազմիցս է նշվել Հայաստանի վարչապետը, կառավարության մեր գործընկերները, իմ գործընկերները, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։
եւ բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրակրվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել եւ որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց եւ ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաեւ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաեւ ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է եւ այստեղ նաեւ կարեւոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս, որովհետեւ ԵԱՏՄ անդամ եւ մեր գործընկերը, որի հետ մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ռուսաստանը, այնպես նաեւ մյուս գործընկերները, Ղազախստանը, Կրղիզստանը եւ այլն։ Ուստի այս հարցի շուրջ մենք շարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ, ԵԱՏՄ-ի հետ մեր կարգավիճակը ԵԱՏՄ-ում եւ անդամակցության շարունակությունը նաեւ ամրագրված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում եւ դա իր արտացոլումը կգտնի նաեւ կառավարության ծրագրում։ Պարոն Խանդարյան, տեսեք, այս հայտարարությունը Կարգոզյանի հնչել է անմիջապես ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։ Ըստ էության այն բացատրությունները, որ Փաշինյանը ներկայացրել այնտեղ, ընկալելի չի նրանց համար, այսինքն նրանք պնդում են, որ պետք է դուք կողմնորոշվեք։ Հիմա ենթադրենք շարունակվեց վիճակը եւ գա ինչ-որ մի բան, որ իրենք կտրուկ գործողություններ դիմեն եւ Հայաստանի հաղթարների դիմեն եւ Հայաստանին օրինակ հեռացնեն ԵԱՏՄ-ից։ Ինչ է լինելու։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի իրավանդամ է եւ այնտեղ եւս ունի իրավունքներ եւ այդ որոշումը այդպես հեշտ կայացվող որոշում չի լինելու։ Այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել, մենք շարունակելու ենք համբերատար աշխատել եւ բացատրել այնքան, մինչեւ դա անկալելի լինի մեր գործընկերների համար, մեր բոլոր գործընկերների համար, նաեւ մեր եվրոպական միության գործընկերներն են դրան հետեւել։ Նաեւ այնտեղ հավաքված երկրները ղեկավարը, որտեղ Փաշինյանը ասեց, միայն ինքը ասեց եւ որևէ արձագանք չեղացան։ Մենք շարունակում ենք աշխատել մեր բոլոր գործընկերների հետ, ԵԱՏՄ-ում եւ ԵԱՏՄ-ից դուրս եւ համբերատարորեն մենք շարունակենք բացատրել մեր դիրքորոշումը եւ բնականաբար դա պարզից էր պարզ է, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունի վերջո կայացնի այդ որոշումը, որ մենք դիմում ենք Եվրոպական միության անդամակցելուն եւ դրա համար նաեւ պետք է լինի անցկացնել հանրակրվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունը անհնարին կդառնա, Հայաստանի իր կամքով մեկից դուրս կգա։ Բայց չէ, դա մեկ բազմիցս նշել եք, որ Եվրոպական միության ինտեգրման process-ը մեր համար ներքին process է, բարեփոխումների process է, եւ մենք իրականացնելու ենք այդ բարեփոխումների process-ը եւ կդիմենք Եվրոպական միության անդամակցել թե չենք դիմի, մենք կիմանանք, որ մենք ունենք մի երկիր, որտեղ կան այնպիսի ստանդարտներ, որոնք լավն են եւ որոնք անպատասխանում են Եվրոպական միությանը։ Հատկապես հիմա, երբ որ մեր օրինակ արտադրողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, այլ տնտեսվարողներ, որոնք խնդիրների են բախվում Ռուսաստան արտահանումների հետ, իրենք այս process-ը նաև հնարավորություն է մեր տնտեսվարողների համար համապատասխանեցնել իրենց ստանդարտները եվրոպական շուկաների համար եւ ունենալ ալտերնատիվներ։ Այս թեմայի կապված մի հարց է, պարոն Խանդարյան, քանի որ հստակ հայտարարվում է, որ քաղաքական է ամեն դեպքում այնինչ արվում է Հայաստանի արտադրանքների նկատմամբ քաղաքական կոմպոնենտ է այստեղ նշում են վարչապետը, պնդումներ եւ հավաստիացումներ են հնչում նախընտրական փուլում եւ որ հետընտրական փուլում այս հարցերի լուծումը կտրվի եւ կհասնի արդեն այնպես իրավիճակի, որ խնդիրները ըստ էության կվերանան, բայց չստացվեց, չի ստացվում վարչապետի ավարտել Խանդարյան, ինչու չի ստացվում նախ եւ դուք ասում եք կոնսենսուսով է այդ հեռացնել եւ այլն, բայց դուք քանի որ սա քաղաքական է, դուք բացառում եք, որ կստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի համար ըստ էության խնդիրները ավելի խորանան եւ տնտեսությունը կոնկրետ վաղ իրավիճակում կհայտնվի։ Ինչ է լինելու այդ դեպքում, այդ պլանը կա, ինչ է կան։ Դա հետընտրական ժամանակահատվածը դեռ ընթացքի մեջ է եւ ինչպես տեսնում եք Հայաստանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Հայաստանը նաեւ կանգնում է իր Հայաստանի կառավարությունը կանգնում է իր քաղաքացիների կողքին, որպեսզի հնարավորինս մեղմի են վնասները, որոնք նրանք կարող են կրել
այս իրավիճակի բերումով, բայց նաև ես նաև պետք է հասկանալ, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը շահեկան է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև կազմակերպության եւ այդ կազմակերպության անդամակցող պետությունների, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնության համար, թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով, եւ սա եւս մի ուղերձ է, որը մենք շարունակաբար փորձում ենք հղել եւ մենք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։